Պարոն Աբրահամյան Սոնամնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո անցել է 3 տարի, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը դատավորների օրվա կապակցությամբ էր, երբ ելույթ էր ունենում, նշում էր, որ արդարադատությունը անընդհատ ուշանում է, մասնավորապես վերջին 7 տարիների վերաբերյալ էր բողոքում, որքանով է այս ամենը տեղավորվում Նիկոլ Փաշինյանի ասածի եւ մասնավորապես Սոնամնացականյանի գործով ուշացող արդարադատության վերաբերյալ։ Մեր երկրում կա արդեն հաստատված փաստ առայն, որ իշխանության համար այդ արդարադատությունը բացառապես ընտրովի է եւ դրանք ճակերտավոր աշխատացվում են այն ժամանակ, երբ որ դրանք անհրաժեշտ են իշխանությանը։ Որպես կանոն դրանք նրան անհրաժեշտ են լինում տարբեր քաղաքացիական, քաղաքական ակտիվություն, process-ներ ճնշելու, մարդկանց ազատությունից զրկելու առումով, իսկ բոլոր այն հանգամանքներում, որտեղ կա իրականում արդարադատություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչպիսին է Սոնամնացականյան կապված իրավիճակը, իշխանությունը բառից բուն իմաստով անտեսում է, աշկից նրա բնականաբար վրիպում է եւ այլն։ Գիտեք, այս հանգամանքում մի քանի հարց կա, որը պետք է քննարկել։ Կարևոր հարցը իհարկե դրա իրավական գնահատականն է եւ իրավական process-ները պատշաճ իրականացումն է, բայց կա նաեւ բարոյականության հարց։ Հատկապես այն համատեքստում, երբ որ իշխանությունը առասարակ փորձում է ցույց տալ, որ նման բան գոյություն չունի, իշխանությունը փորձում է ցույց տալ, որ որևէ բան չի եղել եւ տոտալ ձևով փորձում է քողարկում իրականացնել այս բավականին ողբերգական իրադարձության համար։ Այսինքն բոլոր կողմերից որտեղով գնում ես գալիս ես, տեսնում ես, որ իշխանությունը որտեղ պետք է լինի, այնտեղ բնականաբար ինքը գոյություն չունի։ Սա նաեւ ազդակի է ոչ միայն այս դեպքով է առանձնանում, որ իշխանության համար առասարակ մարդկային կյանքը գոյություն չունի։ Դա դրսևորվում է ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ մեր նահատակների կյանքի եւ նրանց ընտանիքների նաեւ նկատմամբ իրականացվող հետապնդումների եւ նրանց սխրանքները ոչ պատշաճ գնահատական տալու տեսանկյունից, այնպես որ այն ինչ որ այսօր տեղավորվում է եւ այսօր ինչի համար այս կամ մարդիկ հավաքվել են, սա այս իշխանության 7 տարիների աշխատանքի այս իրականացված այս տապալման մի դրվագն է պարզապես։ Այնուամենայնիվ, պարոն Աբրահամյան, արդարադատություն այս իշխանությունների օրոք կլինի այս գործով։ Որևէ հարցում փոփոխություն կամ վերանայումներ լինում են այն ժամանակ, եթե դրանք լինում են։ Երբ որ լինում է հանրային ուժեղ ճնշում, եւ այն դեպքերում, երբ որ իշխանությունը սկսում է վերլուծել, որ իր կողմից իր նախնական մոտեցումների չփոփոխումը կարող է վտանգ ներկայացնել իր իշխանության համար։ Մնացած բոլոր դեպքերում մեր երկրում առկա խնդիրները ֆունդամենտալ են եւ դրանք կոսմետիկ որևէ փոփոխությունով չես կարող լուծել։ Ստեղծվի մի իրավիճակ, այսինքն հանրության ձայնը այնպես հնչեղ կլինի, որ իշխանությունը կտեսնի, որ այստեղ ունի խնդիր եւ կփորձի որևէ ձևով գոնե իմիտացիոն մասով, ասին նվազագույն ցույց տա, որ փորձում է process-ները վերանայել կամ գնալ առաջ։ Բայց դա էլ ենթադրում է, որ դու այդ ճնշումը պետք է շարունակես եւ զուգահեռ գնաս, չկարծելով, որ մեկ քայլը կամ իշխանության մեկ վերաբերմունքի փոփոխությունը կարող է բերել էական փոփոխություններ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնությունները հնարավոր բոլոր ուղղություններով պետք է իրականացվեն, դրանք կլինեն քաղաքացիական, քաղաքական իրեն մասով, նախ եւ առաջ ցույց տալու համար, որ հանրությունը չի մոռանում այսպիսի դեպքերը, անկախ իրավիճակից թե դատական process-ները ինչպես են ընթանում, ինչ են կոծկում, ինչ են քողարկում, մարդիկ չեն մոռացել եւ մարդիկ կան, որ անընդհատ բարձրաձայնում են առաջին հերթին իրենց մտքում ունենալով հետագայում կանխելու նմանատիպ ողբերգությունները եւ ի վերջո հասնելու նրան, որ արդարադատությունը կարող է որևէ ձևով իր հանգուցալուծմանը հասնել։ Պարոն Աբրահամյան, ձեր կարծիքով համարժեք է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքները կատարվածին։ Միանշանակ ոչ, ես կարծում եմ նույնիսկ եթե քաղաքական մակարդակով էլ չհնչի, մեր հասարակությունը, մեր քաղաքացիները առօրյա կյանքում են տեսնում, թե ինչ են իրենք լսում կամ կարդում մինչև 2018 թվականը եւ ինչ են նրանք ստանում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր խոսում են հնարավոր բոլոր թեմաներով, մեր համար արտաքին քաղաքական օրակարգի հարցերից, Արցախից մինչև մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, հիմա անում են ճիշտ հակառակը, ավելին իրենք ցույց են տալիս, որ իրենք են այդ բարքերի կրողը, իրականացնողը եւ դա իրենց կերպարին համահունչ իրավիճակ է։